Փեգի Ղարաբեկյան, ամերիկահայ մոդել, որ թագադրվել է որպես Miss Տիեզերք Հայաստան եւ ներկայացնում է մեր երկիրը հեղինակավոր Miss Տիեզերք միջազգային մրցույթում։ Ծնված Իրանում, հասակ առած Հնդկաստանում եւ Միացյալ Նահանգներում, Փեգին միշտ հպարտացել է իր հայկական արմատներով։ Նրա ուղին դեպի Miss Տիեզերքի թագը սկսվել է 1 տասնամյակ առաջ եւ այսօր լինելով գեղեցկության մրցույթներում իր կարիերայի գագաթնակետին, նա հայտնվել է Թեժ բանավեճի կենտրոնում։ Բանավեճի պատճառը մրցույթում նրա ներկայացրած ազգային զգեստն է։ 22-ամյա Մարտուն Գևորգյանի դիզայնով ստեղծված զգեստը ըստ քննադատների հեռացնում է ավանդական տարազից։ Մարտունի խոսքով իրականում փորձել են ներառել հայոց պատմության, կրոնի, ճարտարապետության եւ մշակույթի բազմաթիվ շերտեր։ Սակայն հանրության արձագանքը բևեռացված է։ Մինչ ոմանք այն համարում են հայկական ինքնության համարձակ ու ժամանակակից մեկնաբանություն, մյուսները այն որակում են անճաշակություն եւ մեր մշակույթի ոչ պատշաճ ներկայացում համաշխարհային բեմում։ Armenian national costume մի քիչ Armenian national չի մեր մեջ ասած, չգիտեմ։ Ոչ մի բան կներեք։ Ես չգիտեմ, ուսերի ինչ է անհասկանալի ինչ-որ թևիկները ինչա, չգիտեմ։ Անկեղծ ասած ոճը չհասկացա ինչ էր։ Ես իրականում չեմ նայում այդպես հաղորդումներ, դրա համար չգիտեմ, տեղյակ չեմ։ Մեր Miss Տիեզերքի շորը տեսել եք։ Ուժս։ Առաջ անգամ եմ տենում։ Պարտադիր չի կարծիք ունենամ, հատուկ կարծիք չունեմ։ Ավելի հետաքրքիր, ավելի կարևոր թեմաներ կարակ ասեք, չեմ գնահատական չեմ տալիս։ Հետաքրքրված չեմ ոլորտով, անծանոթ ոլորտ է։ Չնայած բանավեճերին Փեգի Ղարաբեկյանը հաստատակամ է իր առաքելության մեջ։ Նրա համար այս ճանապարհը տասնամյա երազանքի իրականացում է, մի ուղի, որտեղ իր խոսքով առաջնորդվել է իր հավատքով։ Սիրելի հայ ժողովուրդ, միշտ հիշենք, որ մենք ուժեղ ազգ ենք։ Մեր ապագան լույսավոր է, եւ մեր հույսը միշտ թող լինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Դերասան ոճաբան Արամ Նիկոլյանը սոցցանցերում թեժացած բանավեճի առիթով նշում է, որ նման մրցույթներում շատ զգեստներ ավելի շատ հիշեցնում են դիմակահանդեսային հագուստ, ինչպես օրինակ Շրի Լանկա մասնակիցը ներկայացել է թեյնիկի տեսքով։ Եվ այս համատեքստում Հայաստանի զգեստը կարող էր անգամ համարվել ձևաչափից դուրս, իր համեմատաբար զուսպ լինելու պատճառով։ Տեսել եմ այլ երկրների նաև մասնակիցների հագուստներ, որոնք որ հիշեցնում էին դիմակահանդես այդ ֆորմատի հագուստները։ Միգուցե կազմակերպիչները ունեն իրենց հստակ ֆորմատը եւ պահանջում են դա, ու եթե այդ տեսանկյունից նայենք, մեր աղջկա զգեստը անգամ ոչ ֆորմատի մեջ էր։ Որպես դիզայներ, որը հաճախ ոգեշնչվում է հայկական ինքնությունից, Նիկոլյանը ընդգծում է, որ կա շատ նուրբ սահման եւ կան արժեքներ, որոնք պետք է զգուշորեն մեկնաբանել ժամանակակից նորաձևության մեջ ներառելիս։ Շատ կարևոր, շատ նուրբ սահման կա ու կան արժեքներ իրականում, որոնց մոտենալիս պետք է զգույշ լինել։ Ինձ համար չկան արժեքներ, որոնց որ պետքա չի կարելի կպնել, իմ համար կան արժեքներ, որոնց որ պետք է ճիշտ մատուցել, ճիշտ դիրքով, ճիշտ տեղով, այսինքն օրինակ, եթե այսպես օրինակով խոսամ, որ իմ խոսքը նորից խնդիր չդառնա մարդկանց համար, խաչը երբևիցե խաչի սիմվոլիկան կոշիկի կամ ոչ հարիր տեղում չեմ տեղադրի։ Այսինքն քրիստոնեության գաղափարը ոտքից գլուխ կմատուցեմ, բայց իր սիմվոլիկան հստակ կետերով, հստակ տեղերով։ Նիկոլյանը ցավով է նշում, որ հասարակությունը հաճախ արժևորում է անկարևոր բաներ եւ ընդհակառակը արժեզրկում իրական արժեքները։ Նա նշում է, որ վերջերս Հայաստանում անցկացված նորաձևության շաբաթը գրեթե աննկատ մնաց։ Մինչդեռ Փեգի Ղարաբեկյանի զգեստն իր վրա է սևեռել բոլորի ուշադրությունը։ Մի քանի օր առաջ Հայաստանում նորաձևության շաբաթ էր անցնում ու շատ քչերն էին դրա մասին տեղյակ կամ տեղյակ են մարդիկ, ովքեր որ հետաքրքրվում են նորաձևության ու շատ քիչ են մարդիկ, ովքեր որ նմանատիպ աղմուկ կարան բարձրացնել լավ բանի համար ու կուզենայի գոնե դա փոխվեր մեր հասարակության մեջ։ Հնչած քննադատությունները միայն Հայաստանում եւ միայն մեր երկրի մասնակցին չեն ուղղված։ Ամբողջ մրցույթն է դարձել թեժ քննարկումների առարկա։ Miss Universe Laos 2025 is Salawa։ Այս տարվա հաղթող ճանաչվեց Մեքսիկայի մասնակիցը։ Աննա Հարությունյան, Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։